Կապանից մի շունչ է պակասում, ասվում է Ադրբեջանի պետական ազհեռուստաընկերության ռեպորտաժում, որում ակնհայտ թիրախավորված են հայկական բնակավայրերը, Կապանի օդանավակայանը եւ այլ հատվածներ։ Սակայն Ալիևի օգնականը հավաստիացնում է, որ իբրև թե այլևս հետաքրքրված չեն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքով։ High military authorities of Armenia, they said that we are gonna Այդ երթողին մեզ համար կորցրել է իր գրավչությունը։ Նախագիծը մենք կարող ենք իրականացնել Իրանի հետ։ Մենք պլաններ չունենք ռազմական ճանապարհով գրավելու Սյունիքի մարզը։ Մեր օրակարգը միայն երկկողմ փոխգործակցության շրջանակում տրանսպորտային կապերի կառուցումն է։ Այս հարցը դեռ քննարկման փուլում է, բայց հայկական կողմից պահանջվելու է ցույց տալ, որ իրենք իսկապես շահագրգռված են դրանում։ also densely populated market area of Barda city. Այս ամսվա սկզբին Թեհրանի հետ համաձայնագրի շրջանակում Ադրբեջանը սկսել է Իրանի տարածքով նոր ճանապարհի կառուցումը, սակայն հույս կա նաև, որ Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունը կարող է վերականգնվել խաղաղության պայմանագրի առաջընթացի շրջանակում, բայց առանց արտատարածքային զիջումների, որոնք թույլ կտային Ադրբեջանին շրջանցել Հայաստանի մաքսային հսկողությունը, գրում է Պոլիտիկոն։ Պարբերական ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև Եվրամիության միջնորդական դերի նվազման վրա։ Երեք գումարած 3 ձևաչափի շրջանակում Թեհրանում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո այս ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են անհայտ ժամանակով։ Սակայն Եվրամիության բարձրաստիճան աղբյուրը գաղթի պայմանով Պոլիտիկոին հայտնել է, որ Եմեն չի կորցնում իր ազդեցությունը հարավային Կովկասում։ Պարզապես միջոցառումների կազմակերպման համար շատ ժամանակ է պահանջվում։ Տարածաշրջանային խաղաղության վերականգնման մեկ այլ բանակցային հարթակ է պատրաստ տրամադրել Վրաստանը։ Իմ կառավարության խաղաղ հարևանություն նախաձեռնության օգնությամբ մենք պատրաստ ենք աշխատել մեր հարևանների եւ բարեկամների Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, վերջապես երկարաժամկետ խաղաղություն հաստատելու հարավային Կովկասում։ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ միջազգային համաժողովին հյուրընկալվել էին նաև Հայաստանի եւ Ադրբեջանի վարչապետները։ Հարգելի վարչապետներ, համաժողովի հարգելի մասնակիցներ, ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը հարավային Կովկասը ունի հաստատուն խաղաղության կարիք։ Իսկ ինչ է խաղաղությունը։ Դա մի վիճակ է, երբ երկրները ապրում են բաց սահմաններով, տնտեսական, քաղաքական, մշակութային, մարդկային ակտիվ կապերով կապված, բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով եւ երկխոսությամբ լուծելու փորձ եւ ավանդույթ կուտակած։ Սա է իրական խաղաղությունը եւ ինչպես տեսնում եք, այդ ամենը, այսինքն բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Ադրբեջանը պատրաստ է բացել տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, եթե հայկական կողմը նույնպես ցանկանա։ Ադրբեջանը արդեն վաղուց շարադրել է իր դիրքորոշումը եւ աշխատում է հաղորդակցությունների բացման հարցի վրա 2020 թվականից ստորագրված եռակողմ հայտարարությանը համապատասխան։ Մենք ցանկանում ենք բացել հաղորդակցությունները, բայց դա միայն մեզանից չի կախված, եթե հակառակ կողմը դա ցանկանա, մենք պատրաստ ենք։ Մինչ այդ Հայաստանը նոր գործընկերներ է փնտրում դժգոհում Ռուսաստանից իր դաշնակցային պարտավորությունները ձախողելու համար, հատկապես Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության հաստատման ժամանակ։ Wall Street Journal-ին տված Հայաստանի վարչապետի հարցազրույցը մեղմ ասած բարկացրել է Մոսկվային։ Ну, мы видим, как западные средства массовой информации буквально насели на представителей официального Еревана. Մենք տեսնում ենք, թե ինչպես են արևմտյան լրատվամիջոցները հարձակվում պաշտոնական Երևանի ներկայացուցիչների վրա, նրանցից քաղելով սադրիչ հարցերի պատասխանները։ Եվ տեսնում ենք, որ այդ հարցերը նպատակ ունեն առավելագույն վնաս հասցնել Մոսկվայի եւ Երևանի բազմաբնույթ կապերին։ Մեզ են հաճախ սադրիչ հարցեր տալիս, բայց մենք նախընտրում ենք պատասխանել, որ մեր հարաբերություններում առկա հարցերը, մասնավորապես Հայաստանի հետ, լուծում ենք երկկողմ խողովակներով։ Մենք առիթ չենք տալիս, որ սադրակների այդ բացիլը տարածվի։ В наших отношениях, в частности с Арменией, мы решаем по двусторонним каналам.